Աբորտը մեղք է։ Կա մի պահ, երբ ամեն մարդ անկախ հավատքից կամ աշխարհայացքից կանգնում է նույն դժվար հարցի առաջ. ինչ արժեք ունի մարդկային կյանքը։ Երբ նայում ենք նորածնի աչքերին կամ լսում նրա առաջին լացի ձայնը, մենք հակամայից զգում ենք. սա պատահականություն չէ, սա հրաշք է։ Բայց աշխարհում կան միլիոնավոր կյանքեր, որոնք երբեք չեն հասցնում լույս աշխարհ գալ, հրաշքներ, որոնք մարում են դեռ այն պահից, երբ նոր են սկսում գոյություն ունենալ։ Յուրաքանչյուր չծնված երեխա ունի անուն, որ երբեք չի արտասանվի, ունի աչքեր, որոնք երբեք չեն բացվի, ունի պատմություն, որը երբեք չի գրվի, եւ ունի մի սիրտ, որը բաբախել է թեկուզ մի քանի շաբաթ, բայց բաբախել է հենց այնպես, ինչպես ձերն ու իմը։ Այս տեսանյութում կխոսենք ոչ միայն այն մասին, թե արդյոք աբորտը մեղք է, այլև թե ում մասին ենք խոսում, երբ ասում ենք պտուղ։ Արդյոք այդ փոքրիկը պարզապես կենսաբանական նյութ է, թե Աստծո պատկերով ստեղծված կյանքի սկիզբ։ Նախքան դատելը մենք ուզում ենք հասկանալ, նախքան կարծիք հայտնելը ուզում ենք տեսնել ճշմարտությունը, եւ նախքան խոսելը ուզում ենք հիշել, որ յուրաքանչյուր կյանք, սկսած ամենափոքր բջիջից մինչև ծերունու վերջին շունչը, աստվածային նվեր է։ Այս թեման շատ դժվար է, ցավոտ, երբեմն բաժանարար, բայց ճշմարտությունն արժե որոնել, նույնիսկ եթե այն անհարմար է։ Այս տեսանյութում միասին կտեսնենք, թե ինչ է ասում Աստվածաշունչը, առաջին դարի եկեղեցին, հայրերը եւ ժամանակակից գիտությունն ու աստվածաբանները այս ամենի մասին։ Իսկ մինչ այդ բաժանորդագրվեք ապոլոգիա կենտրոնալիքին, որպեսզի բաց չթողնեք մեր հետագա տեսանյութերը։ Աստվածաշունչը հստակ ներկայացնում է, որ մարդուն կյանք տվող Աստված է, եւ այդ կյանքը սկսվում է արգանդում, այլ ոչ թե ծնվելու պահին։ Քեզ դեռ որովայնում չստեղծած ընտրեցի քեզ, եւ դեռ արգանդից դուրս չեկած սրբեցի քեզ, ու հեթանոսներին մարգարե կարգեցի։ Աստված ճանաչում է մարդուն դեռ նախքան ծնվելը, հետեւաբար մարդու անձը սկսվում է ոչ թե ծնվելու պահին, այլ ավելի վաղ, դեռ մոր որովայնում։ Դու ստեղծեցիր իմ երիկամները եւ ընդունեցիր ինձ մորս որովայնից։ Սաղմոս 2-ն նկարագրում է, որ Աստված է հյուսում մարդու մարմինը, արգանդում գտնվողը պատահական բջջախումբ չէ, այլ Աստծո ստեղծագործություն։ Եվ երբ Եղիզաբեթը Մարիամի ողջույնը լսեց, մանուկը խաղաց նրա որովայնում, եւ Եղիզաբեթը լցվեց Սուրբ Հոգով։ Սա ցույց է տալիս, որ դեռ չծնված երեխան անգամ ունակ է զգացողության եւ արձագանքի, ինչպես արեց Հովհաննես Մկրտիչը։ Մի սպանիր։ 10 պատվիրաններից 6-րդը։ Աստվածաշունչը երբեք չի առանձնացնում ծնված ու չծնված կյանքերը։ Անմեղի սպանությունը համարվում է մեծագույն մեղք։ Դիդախ են առաջին դարի եկեղեցու վարդապետությունը, որը գրվել էր նախքան աստվածաշնչյան գրքերի կանոնացումը եւ իրենից ներկայացնում էր Հիսուս Քրիստոսի եւ նրա առաքյալների քարոզների ամփոփված տարբերակ, ամենահստակ եւ պարզ ձևով ասում է. մի սպանիր պտուղ արգանդում եւ մի սպանիր նորածնին։ Սա ամենահին գրավոր եկեղեցական արձանագրություններից է, որտեղ աբորտը հստակ անվանվում է սպանություն։ Սա ցույց է տալիս, որ առաջին դարի քրիստոնյաները Հիսուս Քրիստոսի առաքյալներից իսկ սկսած աբորտը համարել են մեղք եւ ոչ թե բժշկական ընտրություն։ Քրիստոնեական եկեղեցու հայրերը տարբեր դարերում նույնպես միաբերան դատապարտել են աբորտը եւ այն անվանել սպանություն։ Մարդը արդեն մարդ է այն պահից, երբ նա դեռ արգանդի մեջ է։ Նա մարդ է ոչ թե այն պատճառով, որ մի օր մարդ կդառնա, այլ որովհետեւ բնույթով արդեն այդպիսին է։ Տերտուլիանոս։ Քանի երեխաներ են սպանվում դեռ այն ժամանակ, երբ նրանք նույնիսկ դեռ չեն ծնվել։ Նրանք, որ այդպես են վարվում, դատապարտելի մարդասպաններ են։ Հովհան Ոսկեբերան։ Այն պահից, երբ տղամարդու սերմը միանում է կնոջ կյանքին, մարդը սկսում է գոյություն ունենալ ամբողջությամբ, թեկուզ դեռ փոքր եւ անկատար տեսքով։ Գրիգոր Նյուսացի։ Եկեղեցու հայրերը, որոնք ապրում էին տարբեր դարերում, խոսում էին տարբեր լեզուներով եւ պայքարում էին տարբեր խնդիրների դեմ, այս հարցում երբեք չկասկածեցին։ Արգանդում գտնվող կյանքը կյանք է։ Այսօր կան մարդիկ, ովքեր պնդում են այլ բան։ Ոմանք ասում են, թե բեղմնավորված ձվաբջիջը դեռ մարդ չէ, այլ պարզապես բջիջների մի փոքր հավաքածու։ Մյուսները պնդում են, որ մինչև գիտակցություն կամ ուղեղային ակտիվություն գոյություն չունի, մարդ լինել չի կարող։
Կան առանձին գիտնականներ, ովքեր ասում են, որ կյանքը չի սկսվում ԴՆԹ-ի ձևավորմամբ, այլ աստիճանաբար, թաղանթի ձևավորումից, սրտի բաբախից կամ նյարդային համակարգի զարգացման պահից։ Ոմանք էլ պնդում են, որ մինչև պտուղը չի կարող ինքնուրույն գոյատևել մորից դուրս, նրան անձ անվանելը սխալ է։ Եվ կան մարդիկ, որոնք ասում են, որ մոր իրավունքը գերակայում է, ու քանի դեռ երեխայի գոյությունն ամբողջությամբ կախված է մոր մարմնից, նրա կյանքը լիարժեք կյանք չի համարվում։ Սակայն ժամանակակից գենետիկան մի պարզ, բայց հզոր ճշմարտություն է բացահայտում։ Մարդկային կյանքը ձևավորվում է հենց այն պահին, երբ ձևավորվում է նոր ԴՆԹ-ն։ Բեղնավորման պահին ձվաբջջի եւ սերմնաբջջի 23-ական քրոմոսոմները միանում եւ ստեղծում են 46 քրոմոսոմով մի ամբողջական եւ աննման մարդու գենոմ։ Այդ վայրկյանին ձևավորվում է մարդու լիարժեք ճարտարապետական ծրագիրը, աչքերի գույնից մինչև հասակը, դեմքի առանձնահատկություններից մինչև անձնական գենետիկ ինքնությունը։ Սա այլևս ոչ թե մոր մարմնի մի մասն է, այլ սեփական ԴՆԹ-ով, սեփական զարգացման օրենքով առաջնորդվող նոր մարդ։ Այն, ինչ դառնում է մարդ, արդեն մարդ է հենց իր կյանքի առաջին վայրկյանից։ Մնացած փուլերը պարզապես աճ են նույն անփոփոխ ԴՆԹ-ով։ Ուստի երբ ասում ենք կյանքը սկսվում է բեղնավորումից, սա ոչ թե կրոնական կարծիք է, այլ կենսաբանական փաստ։ Մարդկային զարգացումը սկսվում է բեղնավորումից, երբ սերմնաբջիջը միանում է ձվաբջջին եւ ձևավորում է զիգոտը։ Զիգոտը նոր մարդու կյանքի առաջին փուլն է իր ամբողջական գենետիկ ինֆորմացիայով։ Քեյթ Մոր։ Մարդկային կյանքի ցիկլը սկսվում է բեղնավորումից։ Այդ պահին ձվաբջջի եւ սերմնաբջջի գենետիկական նյութը միավորվում է, ստեղծելով նոր մարդու զարգացման սկիզբը։ Բրյուս Կարլսոն։ Յուրաքանչյուր մարդու կյանք ունի հստակ սկիզբ՝ բեղնավորումը։ Այդ պահին ձևավորվում է մարդու ամբողջական գենետիկական ծրագիրը։ Ջերոմ Լեժեն, ֆրանսիացի գենետիկ, Դաունի սինդրոմի գենետիկական պատճառի հայտնագործող։ Սերմնաբջջի եւ ձվաբջջի միացումն իսկական կենսաբանական սահմանագիծ է։ Այդ պահից սկսած զիգոտը գործում է որպես ինքնուրույն մարդկային օրգանիզմ իր սեփական զարգացմամբ։ Մաուրին Քոնդիկ։ Ամփոփելով, հաշվի առնելով այսքան փաստերը ստացված Աստվածաշնչից, քրիստոնեական ավանդությունից, եկեղեցու հայրերից եւ ժամանակակից գիտությունից, կարող ենք հստակ ասել, որ աբորտը մեղք է, որովհետև այն սպանություն է ուղղված անմեղ մարդու դեմ։ Սակայն քրիստոնեական պատասխանը միայն դատապարտելու մասին չէ, այլ նաև վերաբերվում է ողորմությանը, ապաքինմանը եւ ներողամտությանը։ Հիսուս Քրիստոսը եկել է փրկելու եւ բժշկելու, այլ ոչ թե դատապարտելու։ Եվ եթե գոյություն ունի ցավ, ապաշխարություն կամ անցյալում ծանր սխալ, Աստված այդ ամենին տալիս է նոր սկիզբ։ Բայց որպես քրիստոնյաներ, որպես հավատացյալներ եւ որպես հասարակություն, մենք պարտավոր ենք պաշտպանել Աստծո պատկերով ստեղծված դեռ չծնված երեխաներին։ Կյանքը նվեր է Աստծուց, եւ կյանքին ծառայելը այն արժևորելով եւ պաշտպանելով մեր ամենաբարձր կոչումներից մեկն է։